22 նախագիծ մեծ մասը հատուկ ընթացակարգով քննարկման ենթակա, կառավարության նախաձեռնությամբ եւ օրակարգով ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի արտահերթ նիստի օրակարգն է, որում ներառված են աղմկահարույց նախագծեր։ Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը կամ այլ կերպ ասած ՀԵՑ-ի պետականացման մասին օրինագծի քննարկումը սկսվեց դեռ նախագիծը չներկայացրած։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նախ ներկայացրեց մի խումբ նախագծերի հրատապության հարցը։ Ընդդիմությունը սկսեց իրեն հետաքրքրող հարցից։ ՀԵՑ-ի խլման գործընթացը, որը իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա։ Հիմա ասում եք, սա հրատապ կերպով քննարկեք։ Այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք, ՀԵՑ եւ խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծի մեջ առկա չեն։ Աննա Գրիգորյանը հավելեց, իր ընկալմամբ Սամվել Կարապետյանի հայտարարությունն է հրատապության պատճառ դարձել։ Արման Եղոյանն արձագանքեց, եթե անձը դիրքավորվում է որպես ՀԵՑ-ի սեփականատիրոջ շահերի պաշտպան, ապա գործընթացը կարող է ընկալվել որպես խլել, բայց նույն կերպ չի ընկալվում քաղաքացու դիրքերից։ Խլվել է Հայրուս գազարտը ժամանակին, խլվել է վերջի 20%-ը ժամանակին, երկաթուղիները, ՀԵՑ-ը ժամանակին 2002-ին մասնավորեցվելուց։ Այդ ժամանակ Հայաստան ձեզանից, մեզանից խլել են ՀԵՑ-ը եւ տվել են մասնավորին 2002-ին։ Իմ քայլը դաշինքում ձեր տեղած կարճ ժամանակահատվածի ընթացքում ինձ թվում է գոնե փորձառու գործընկերներից կհասցնեիք կամ հասցրած պիտի լինեիք լսել ու սովորել, թե ինչն են խլել, ումից են խլել, ոնց են խլել, օրինակ ԶՊՄԿ-ում այդ ոնց է էլի Վայ Հակոբյանի տենց ընտանիքը կամ տենց մերձավոր շրջապատը փայատեր դարել։ Պատգամավորները հարցի քննարկումից սահուն անցում կատարեցին քաղաքական ելույթների։ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Մայր աթոռի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրան հաջորդած ընդդիմության հեղաշրջման պլանին, որը համեմատել էին հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ։ Հաջողության պարագայում Աստված մի արասցե։ Սա մի քանի անգամ բազմապատիկ ավելի ահասարսուր ահաբեկչություններ լինելու, քան թե հոկտեմբերի 27-ինը։ Ինչու՞։ Որովհետև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության թիրախները նստած էին այս դահլիճում։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Այս ահաբեկչության թիրախները այս դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացին կարող է լինել։ Այս ահաբեկչության ծրագիրը միայն կարող էր անել Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովրդին խորապես ատող մարդը կամ հանրույթը։ Եվ դա պատահական էլ չի, որովհետև այդ հրապարակված ձայնագրությունների մեջ այդ մարդն ասում է, այս ազգը խորը անասուն ազգ է։ Քաղաքակիրթ արձագանք Սուրբ Էջմիածին Մայր աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապատծություն է։ Նա դուք դա էլ արեցիք։ Սրանք գնալու են։ Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը, ամոթի այս խարանը ջնջելու ենք։ Պիղծ, նենք, վախկոտ, երախտամոռ մարդիկ մեր Հայաստանում ապագա չունեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, լրացուն դահլիճում։ Մենք պետքա շնորհակալ լինենք, որ սենց ելույթներ շատ լինեն։ Հարցերի հատուկ ընթացակարգի մասին ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունվեց, իսկ աղմկահարույց օրինագիծը ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը։ Երբ էներգետիկ ոլորտի կազմակերպության գործունեությունը կամ գործողությունները սպառնում են համակարգի կայունությանը, հանրային իշխանության մարմինները պետք է ունենան ժամանակին միջամտելու լիազորություն, իսկ պետությունը արագ արձագանքման կառուցակարգեր։ Ընդդիմության հարցերը ոչ միայն բովանդակային էին, այլև քաղաքական։ Այսինքն այդ հայտարարությունը հայտնի որ չլներ, այդ եկեղեցու պաշտպանության վերաբերյալ ՀԵՑ-ի սեփականատիրոջ։ Դուք այսօր հենց հիմի այստեղ այդ նախագիծը զեկուցելու էիք։ Այս կոլապսի մասին, որ խոսում եք, ցես բերել եք, ֆիքսվել եք մենակ ՀԵՑ-ի վրա նեղ քաղաքական վստահաբար դրդապատճառներով։ Այդ բեցը տենց նորմալ, որ դուք եք կառավարում որպես պետություն, այսպես նորմալ է, հա։ Չէ, բայց դրա պատասխանատվությունը կրում է պետությունը, սա բեցի մասը։ Այո, շատ ժամանակավրեպ նախագիծը շուտ պետք է բերվեր։ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս խուժան սեփականաշնորհման գործընթացներ պետք է սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, դա առումով ձեր համաձայն եմ, ուշացած է եւ ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք։ Բայց ռազմավարական նշանակություն ունեցող կառուցվածքը կարա հայտնվի մասնավորի, ել չեմ ասում ընտանիքի ձեռքում։ Մեկ այդպիսի պետություն եք ուզում ձեզ հետ։ Այդ երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում։ Այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը Էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է
իր ձևերով։ Կապել Սամվել Կարապետյանի այդ հայտարարության հետ, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չի, որ ժամանակավրեպ է, միանշանակ, այո, համաձայն եմ։ Ընդհանրապես քրիտիկական ենթակառուցվածքները, ել չեմ ուզում ասեմ գույք պարտքի դիմաց, որ հանձնում ենք հատ առ հատ, ձևակերպելով դա որպես օտարերկրյա ներդրում, այն էլ հարցական իշխանով օտարերկրյա ներդրում էր։ Այստեղ, այո, հարցեր կար։ Իսկ նախագծում հեծի մասին ոչինչ չկա գրված, այլ խախտումների արկայության դեպքում միջամտելու հնարավորություն տալու մասին է արձագանքեց Վարդանյանը։ Հեծի պետականացման անհրաժեշտությունը վստահաբար չի ծագել քաղաքական հայտարարությունից, այլ տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական հայտարարությունն է հաջորդել դրան, հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, ներկայացնելով կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ քննարկումը բերել է նրան, որ առնվազն 12.5 միլիարդ դրամի ակտավորվելու է հեծը տարվա վերջին եւ ու դրան գումարած նաեւ այն հանձնարարությունը, որի համար 1 ամսյա ժամկետ է տրվել Հանրապետության վարչապետի կողմից քայլեր ձեռնարկելու, այդ երկուսից ընդամենը 3 օր հետո քաղաքական ձեզ հայտնի հայտարարությունն է արվում։ Հերթագրում Մոտ 3 տասնյակ պատգամավոր հերթագրվեց ելույթների համար։ Ընդդիմությունը ներկայացրեց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հեծի պետականացումը։ Իշխանությունը հավաստիացրեց, ի վերջո հնարավոր կլինի կանխարգելել ճգնաժամային իրավիճակը։ Ամեն ինչի մեջ մեղադրում են։ Ոչ ավել, ոչ պակաս, հիմա ամբողջ համակարգը ներկայացվում է մեղադրանք իշխանության զավթման, ահաբեկչության եւ այլնի մեջ։ Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կա մի խումբ, որը որ իշխանությունն էլ է զավթել եւ ամենօրյա ռեժիմով ահաբեկչություն է իրականացնում։ Ձեր էլեկտրաէներգիան ոչ միայն թանկանալու է, այլ նաեւ այն որակը, որից այսօր դուք դժգոհ եք, կրկնակի վատնա լինելու։ Բերեք ինձ մեկ օրինակ, որ մի բանի կառավարում ստանձնել եք եւ չեք տապալել։ Մենակ դուք եք լավ կառավարում, մենակ Վահե Հակոբյանն էր ԶՊՄԿ-ում լավ կառավարում, ձեր բոլոր հարուստ դիմակիցներն են լավ կառավարում։ Չգիտես ինչի է ձեր լավ կառավարողները բոլորը սրընթաց հարստանում էին, հիմա Հունաստաններում հաճույքներին են տրված։ Դուք եք ամենակ լավ կառավարում, տեսանք ձեր կառավարումը։ Իսկ իրականում դուք ընդամենը պաշտպանում եք ահաբեկչական ձեր պարտներներին, բայց գնացքը գնացել է։ Եզրափակիչ ելույթում նախարարը հայտարարեց, որ կառավարությունը կողմ է նախագծին, թեև ներկայացրել է առաջարկներ, որոնք կքննարկեն հանձնաժողովի նիստի ընթացքում։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։